Նախ Սփյուռքի հետ կապված ուզում եմ ասել, որ լիարժեք կիսում եմ ձեր մոտեցումը, իմ կարծիքով սա Սփյուռքի ներուժը Հայաստանի տնտեսության զարգացման գործում ամենաարդյունավետ եւ ամենանպատակային ուղղելու դրսևորումներից մեկն է եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ըստ էության հոգատարության ամենաիդեալական դրսևորումներից մեկն է այս ձևաչափը, որովհետեւ առաջին հերթին եթե չլիներ այդ ներուժի օգտագործումը եւ ներգրավումը այս նախագիծը պետք է անկեղծորեն ասեմ, որ դժվար թե իրագործելի լիներ մեզ համար գոնե թե այս փուլում, բայց խոսքը միայն տվյալ ենթակառուցվածքը մեզ համար հասանելի դարձնելը չէ, խոսքը նաև վերաբերում է ապագայում դրա գրագետ արդյունավետ շահագործմանը, որի կարողությունները եւ գիտելիքները եւս ներհայաստանյան շրջանակներում բավականաչափ սահմանափակ են եւ այս նախագծի նկատմամբ լավատեսությունը, որովհետև պետք է ասեմ, որ երեկվանից կարծիքները տարբեր էին, շատ մեծ ոգևորություն կար եւ կար որոշակի այսպես զգուշավորություն, ընդհանրապես խոշոր մեգա նախագծեր իրականացնելու հետ կապված, այդ լավատեսությունը մեզ տալիս է հենց այս թիմը, մարդիկ, որոնք ունեն կարողություններ, գիտելիքներ եւ փորձառություն նման մեծ նախագծեր իրականացնելու։ Դուք խոսեցիք կադրերի մասին, այստեղ եւս մեր քաղաքականությունները ուղղված են նրան, որ արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտողներին աջակցելու քաղաքականությունը մեզ համար առաջնահերթություններից է, առաջիկայում դրան ուղղված ծրագրերը եւս հանդես է գալու կառավարությունը եւ վերջում որպեսզի տարընթերցում չլինի Nvidia-ի եւ Firebird-ի հայտարարությունների մեջ անդադար նշվում էր AI Factory, եթե տառացիորեն թարգմանում ենք, լինում է AI գործարան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ խոսքը արհեստական բանականության չիպերի արտադրության մասին չէ, պարզապես դա ձևակերպում է, խոսքը ինտելեկտի, արհեստական բանականության արտադրությանն է վերաբերում, չիպերի մասին գուցե ապագայում առիթ կունենանք մտածելու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։